Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Ծովին արվեդայական թվահոգեբան եւ տարոլոգն է։ Այսօր ես որոշել եմ խոսել ձեզ հետ բավականին շատ հետաքրքիր քարտի մասին, ուժ քարտի մասին։ Տեսնում եք 8-րդ արկանն է, կին, սպիտակ հագուստով, որը մաքրության նշան է, բավականին շատ ինֆորմացիա է լինելու այսօր, որը որևիցե միտեղ դուք լսած չեք լինի։ Շատ կարևոր է, որպեսզի նաև իմ նախկին աշակերտներն էլ այսօր բավականին մասշտաբային աշխատանք է լինելու սա, որպեսզի նոր բաներ կարող են նրանք ինձանից իմանալ եւ շատ կարող է զարմացնել իմ նաև աշակերտներին այսքան ինֆորմացիա հենց ուժ քարտից։ Ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք նկարին սպիտակ կին, որը կողքը հենց տեսնում ենք, կարմիր առյուծը, որը խոնարհվում է, երկուսը խոնարհվում են միմյանց առջև։ Նաև սա կհետաքրքրի առյուծ համաստեղությամբ մարդկանց, որպեսզի դուք հասկանաք ձեր մինուս կողմերը, ձեր պլյուս կողմերը եւ հետագայում հասկանաք, որ ինչը կարող է ձեզ, օրինակ, եթե մինուս եք օգտագործում ձեր այս թվանշանը, ձեր այս հորոսկոպի նշանը, որտեղից կարող են խնդիրներ գալ, հա։ Առյուծը մենք գիտենք, որ գազանների թագավորն է, հա, որը խորհրդանշում է մարդկային ուժը, շարժիչ ուժը եւ եզակի սեռականությունը։ Այստեղ կան կրքեր, կրքոտ անձնավորության մասին է խոսում։ Կինը, որը մարմնավորում է գերագույն քրմուհուն, մենք տեսնում ենք շատ լավ ընտելացել է, հա, առյուծին, անբախ խաղալով նրա հետ։ Եվ այստեղ հաճույքով ոնց տեսնում ենք, շոյում է նրա խիտ բաշը, հա։ Ով է երբևէ երազել առյուծի բերանը բարձրանալ։ Մենք տեսնում ենք նրա գլխավերևում կա լեմնիսկատ եւ նրա անսահման ուժի խորհրդանիշն է դա։ Կնոջ եւ առյուծի գլուխները, որոնք խոնարհված են միմյանց նկատմամբ, ինչ կարող են պատկերել փոխադարձ հաղորդակցության գործընթաց։ Եթե խոսքի օրինակ կարգը 7-րդ արկանը, հա, Կալեսնիցան, դա 7 թվի հետ կապ ունի, որը կապ ունի հոգևորի, յոգայի եւ կամքի հետ, ապա ստեղ ուժը կապված է տանտրայի եւ նվիրվածության հետ, այս քարտը։ Սա հենց կնոջ ուղին է, որը հակադրվում է տղամարդուն։ Ուժը երկրի ուժի քարտն է, սիրահարների քարտում այստեղ գոյություն ուներ մարմին, բայց այն պատկանում էր հրեշտակին եւ երկնքին։ 6-րդ մեծ հոգևոր արկանի մասին եմ խոսում, սիրահարների քարտի։ Ուժի մեջ այստեղ եթե առյուծը կողքն է, պատկանում է ինչին, երկրին։ Ուժը երկրորդ սկզբունքն է, երկրորդ շարքի առաջին քարտն է։ Այժմ իր ճանապարհորդության ընթացքում այստեղ հիմարին, 0-րդ արկանին, դուրակ քարտին ծաղրածույն, ավելի մեծ բացություն, քաջություն եւ վստահություն կարող է պահանջվել տիեզերքի գաղտնիքները ճանաչելու համար։ Առյուծը ինքը գազանների թագավորն է, մարդկային մոտիվացնող ուժի խորհրդանիշը, իսկ կինը, որը մենք տեսնում ենք, մարմնավորում է գերագույն քրմուհուն։ Ստեղ տեսնում ենք, հա, բավականին ընտելացած է ինքը առյուծին, անվախ խաղում է նրա հետ եւ հաճույքով շոյում նրա խիստ, հա, բաշը։ Ստեղ առյուծին ընտելացնելու համար անհրաժեշտ է խելք, այդ մասին է խոսում, երևակայություն եւ սուր հոտառություն։ Սրանք պարտադիր սիմվոլներ են։ Դուք կարող եք խոսքի օրինակ առյուծին մոտենալ միայն շատ զգուշ, դրա համար դուք պետք է ընդունեք առյուծի կերպարը։ Գլխավորը նրան չվախեցնելն է, առյուծը պետք է միաժամանակ ցուցաբերի վստահություն, քաջություն եւ անվախություն։ Նրան կարելի է ընտելացնել միայն սիրո զորությամբ, այլ ոչ թե ուժ գործադրելով, միայն հենց այդ դեպքում առյուծը կարող է հանդուրժել մարդու ներկայությունը եւ սովորել նրան։ Քանի որ այստեղ առյուծը խորհրդանշում է մարդկային մղումը, այս կերպարը կարող է պատկերել բնազդների ընտելացմանը մարդուն։ Նա, ով կարող է ձգտել, հա, ուժով հաղթահարել առյուծին, ճնշում է իր կենսական էներգիան։ Նա, ով քնքշությամբ կարող է վերաբերվել նրա ուժին, դառնում է նրա ընկերը։
Նայեք, այս քարտը բազմաթիվ պատճառներով կարող է շոշափել տաք երկաթի թեման, հա, որը միշտ պետք է հասկանալ որպես ձեր ներկայիս սեռական խնդիրները, որովհետև տաքը, ջերմությունը, կիրքը ստեղ մեծ կապ ունեն սեռականության պահպանման հետ։ Քրոուլիի տարոյի համակարգում այն ավելի կամ պակաս ակնհայտ է կախված անձնական մարդու ընկալումներից։ Իսկ Մարսելի եւ Ուեյթի տարոյում սեռականությունը նույնպես երևում է, հա, արկայա, որը ներկայացված է կնոջ ծնկերի առյուծի բերանով, էլի տաքը նաեւ այստեղ բնութագրում է սեռականության նկատմամբ կներեք, գիտակցված կամ միտումնավոր մոտեցմանը, հա, իսկ Ռայդեր Ուայթի տարոյում կապույտ լեռը պատկերված է որպես երկրի, տեսնում եք, հա, նրա հետևում, եւ երկնքի հարսանիքի մոտիվը։ Քրոուլի քարտը նաև ցույց է տալիս տորգետնյա աշխարհի եւ երկնային հարսանիքը։ Եթե Վեյթը տարոյի կնոջ գլխավերևում, հա, պատկերված ութը տեսնում եք, այսպես կոչված լեմնիկ սկատը եւ Մարսելի տարոյի գլխարկի վերևում գտնվող այդ սիմվոլը 8 թվանշանի նման անվերջությամբ, եթե մենք այստեղ դիտարկենք որպես ավարտության, հա, խոսքի օրինակ խորհրդանիշ, մեկ բան պարզ կարող է դառնալ խոսքը որևէ կոնկրետ գագաթնակետի, կրակի, փորձության կամ անցողիկ ստեղ կրքի մասին չի։ Իմ ռասկլապներում ես եղել է հանդիպումներ, որ դիմել են, տեսել եմ, որ ստեղ կիրք կա, որը բացատրել եմ, ասել եմ, որտեղ զորով դու ոչինչ չես կարող փոխել եւ այստեղ այդ ձեր կիրքը երկուսիդ միջև կարող է ձեր տունը քանդի բաժանվեք։ Դա էլ հենց պատճառ կարող է լինի։ Խոսքը ստեղ գոյության յուրաքանչյուր դրսևորման մեջ թաքնված կենսական ուժի եւ գիտակցված օգտագործման մասին է։ Ինչն աստեղ ավելի լավ, քան մեկ օրգազմը, հա, ձեր պարտների հետ, կարող է ինչ-որ մարդիկ հարցնեն եւ իրանք էլ պատասխանեն։ Միշտ ստեղ ապրեք առնվազն մեկ ավելի լավ է, քան 100 անգամ, հա, ամենաբարձր սեռական հաճույքն է դա ինքնին մի քանի նպատակ, որը կարող է ունենալ, օրինակ, ուժ եւ ցանկություն, հա, այն նաև օրինակ է ծառայում, թե ինչպիսի կյանքի յուրաքանչյուր իրավիճակում կարող եք հավաքել ձեր ողջ ուժն ու ցանկությունները, կենտրոնանալ դրանց վրա ամենաինտենսիվ պահերին եւ իմանալ, թե ինչպես կարող եք դուք դա կիրառել եւ իրականացնել դրանք։ Սա ինչ կարող է նշանակել, որ ձեր ողջ կենսական էներգիան եւ հմտությունը կարող եք բարձրացնել գագաթնակետին եւ ապրել դրանով։ Նայեք, սիրելի հետևորդներ, այստեղ ինչն է շատ կարևորը, եթե գիտակցությանը նայենք, հա, մարդու, այս մակարդակում գիտակցականի քարտը կարող է բացատրել այնպես, որ այստեղ կարող է լինել փոփոխությունների նշանակալի սկիզբ, որը կարելի է հասկանալ դրա վրա պատկերված ալքիմիական խորհրդանիշի միջոցով, հա։ Ալքիմիայում կարմիր առյուծը խորհրդանշում է այն միջոցը, որով ուրեմն տարբեր ստոր նյութերը վերածվում են ոսկու, հա, մարդկանց նկատմամբ կիրառվող սա կարող է նշանակել մեր առջև դրված խնդիրները, ոչ թե մերժել կամ ճնշել մեր ներսում այն ուժերը, որոնք հաճախ անվանում են ցածր բնազդել, այլ հեռացնել մեր քաղաքակիրթ գիտակցության եւ մեր կենդանական բնույթի միջև եղած թշնամանքը։ Ավելին, այստեղ հեռացնել եռակի իմաստով, հա, օրակարգից օրինակ, հեռացնել այս ուրեմն թշնամանքը որպես խնդիր, հեռացնել այս ուժերը դրանք վարձելու իմաստով, դարձնելով խոսքի օրինակ մեր աշխատողները, հա, ինչպես սովորեցնում են հենց դիալեկտիկան, հեռացնել դրանք որպես հակադրությունների այս մակարդակում, դրանք տեղափոխելու մեկ այլ ավելի բարձր մակարդակ, որտեղ դրանք կդադարեն պայքարել միմյանց հետ եւ կմիավորվեն նոր անդիմադրելի ուժի մեջ։
Դուք ստեղ հավանաբար լսած կլինեք այս արտահայտությունը ճակատագրի փոփոխություն, հա։ Սա ինչ է նշանակում, որ ճակատագիրը ստուգում է ձեր արժեքը, ձեր արժեքը ստուգելու լավագույն միջոցը խնդիրը լուծելիս առաջացող մարտահրավերների միջոցով է։ Ստեղ կարող եք վստահ լինել, այս դժվարությունների կարող են լինել ձեր կյանքում ժամանակավոր, որպեսզի դուք հաղթահարեք դրանք պատվով եւ ձեր խնդիրները կարող են վերանալ։ Անհատականությունը, օրինակ, մարդիկ կարան լինեն լավ մարդիկներ, անձնավորություններ, որոնք կոչված են ուշագրավ կամքի ուժով, որը դեմ է համակարգին եւ զարմանալիորեն հաճախ հաղթում է, հա։ Իսկ այստեղ իրենց հսկայական աշխատանքային էթիկայի շնորհիվ նրանք հասնում են իրենց բոլոր նպատակներին։ Եթե քարտին հարցնում ենք այո կամ ոչ, իհարկե այո, քարտը բավականին դրական է պատասխանում։ Աշխատանքի հետ կապված դա կարող է նշանակել, որ մենք մեր ողջ էներգիան նվիրում ենք առաջադրանքին եւ աշխատում ենք ոչ թե վախից, այլ խղճից ելնելով։ Երբ մենք լավ ֆիզիկական վիճակում ենք լինում, մենք առաջադրանքին դիմում ենք քաջությամբ եւ ոգևորությամբ, հա, եւ ստեղ հաջողության հասնելով ուրախանում ենք, հայտնաբերելով, որ մեր ուժը միայն ավելացել է, այլ ոչ թե պակասել։ Այսպիսով հենց այս ուժի քարտը համապատասխանում է ստեղծագործական գերագույն ոգեշնչման աշխատելու այրվող ցանկության եւ հետեւաբար այստեղ ուրախության եւ հաջողության ժամանակաշրջանը։ Իսկ անձնական հարաբերություններում սա հենց առաջի հերթին կրքի մասին է խոսում, այն որը կարող է դրսևորվել հարաբերություններում, որոնք կարող են բնութագրել կենսաուրախությամբ, կրակոտ խառնվածքով եւ երբեմն դրամատիկ բախումներով, այո, այստեղ կոնֆլիկտներ լինում են։ Հենց կրքի պատճառով նման միությունները էներգիայի եւ ուժի անսպառ աղբյուրներ են, որոնք մեզ անհրաժեշտ կարող են լինել մեր առօրյա կյանքում, հա։ Չնայած կան ժամանակներ, երբ այդ բախումները ողբերգական հետևանքներ կարող են ունենալ, օրինակ վերցնենք Կարմեն եւ Դոն Խոսե պիեսները, հա, Ժորժ Բիզեի հայտնի օպերայից։ Առողջության համար ինչ կարող եմ ասել, ուղիղ նարդա, հա, հոգեվոր արտաքին տեսքը մարդու, ստեղ հոգեվոր ուժերը ձեզ կարող են դարձնել հմայիչ եւ գեղեցիկ մարդ, ինչ կապ ունի գեղեցկության հետ, գուցե դուք պետք է մի փոքր մեղմացնեք ձեր ոճը, մարդիկ կարող են թաքնված սպառնալիք տեսնել ձեր պիրսինգի եւ դիմահարդարման մեջ, եթե սա ձեզ հա, անհրաժեշտ է, անկեղծորեն խոստովանեք դա ինքներդ ձեզ, որոշեք, թե ինչու եք ուզում այդքան արտասովոր տեսք ունենալ, կամ լավ ասացվածք, թե կլիշե, բայց ճշմարիտ, հա, միայն ներքին տարբերությունն է այստեղ կարևոր արտաքինի փոփոխությունները չեն, այլ ձեր ներսում եղածները, մի մոռացեք։ Որպես խորհուրդ ես խորհուրդ կտայի հարց տվողի համար փորձությունների ժամանակը կասեի, որ եկել է, եթե նրանք կարողանում են հետևել իրենց ուղուն եւ մնալ իրենց ճանապարհին, նրանց կարող է երաշխավորված լինի լիակատար հաղթանակ, դա 100%։ Դժվար ժամանակներ ճիշտ է կարող են սպասվեն, բայց հարց տվողի կամքի ուժը կարող է ապահովել նրա հաջողությունը, հա։ Ընկերների հարցում ստեղ հնարավոր է դժվարություններ ունենաք որոշ ընկերների հետ հարաբերություններում, դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ կյանքը ձեզ առաջ կարող է տանել եւ դուք կարող եք հասունանալ, իսկ որոշ մարդիկ ոչ։ Միգուցե ձեր կյանքում լինեն մարդիկ, որոնց թողնեք դուք նրանք գնան, պետք չի պահել նրանց եւ դուք թողեք նրանք գնան։ Ստեղ դուք կարող եք գտնվել տարբեր ուղիների վրա եւ հակառակը։ Ձեր անզուսպ վարքագիծը ստեղ կարող է տարածվել ձեզ ամենամոտ մարդկանց, հա։ Ավելի ուշադիր պետք է վերաբերվեք ձեր ընկերներին, հակառակ դեպքում կարող եք կորցնել նրանց։ Ուսումնասիրությունների հետ կապված ձեր քրտնաջան աշխատանքը հնարավոր է հարյուրապատիկ պարգևատրի բերելով գերազանց, ակադեմիական արդյունքներ, դուք հիանալի աշխատանք կարող եք կատարել եւ միշտ պետք է հիշեք, որ հաջողությունը 5% տաղանդ է եւ 95%-ը աշխատասիրության շնորհիվ, հա։
Ժամադրության հետ նաև կապված էլի ոչ միտեղ լսած չեք լինի, եթե ձեզ խորապես վիրավորել է ձեր համար թանկ մեկը, այս քարտը նաև կարող է ցույց տալ, որ ձեր ուժը վերադառնում է եւ դուք շուտով լիովին կվերականգնվեք այդ անձի ցնցումներից, հա, ընտանեկանի հետ կապված, որպես ուղղորդում կարող եմ ասել դուք ձեր տարիքից գուցե անհամեմատ իմաստ ունեք, դուք անմիջապես կարող եք տեսնել լավագույնը բոլորի եւ յուրաքանչյուր իրավիճակում, հա, եւ այստեղ ձեր շնորհիվ ընտանիքում վեճերը այստեղ նվազագույնն են կարող են հասցրվել։ Հետաքրքրությունների հետ կապված այստեղ ձեր էներգիան պետք է ուղղորդեք դրական գործունեության, գուցե սպորտի, որովհետև ուժքարտը նաև սպորտի հետ կապ ունի, սա կարող է ձեզ օգնել զարգացնել ձեր մարմինը եւ միտքը։ Փողերի հետ կապված միգուցե շուտով կարող է լինել փողերը ձեր կյանքում, պետք է կենտրոնանաք այն իմաստուն ծախսելու վրա, հա, ավելի շուտ։ Այստեղ ձեզ կարող են նույնիսկ աշխատանք առաջարկել հակառակ ուղղությամբ, դուք պետք է սովորեք, այսինքն եթե թարս նայենք, դրանք գնահատել եւ իմաստուն կերպով օգտագործել այն։ Տարվա համար ես կարող եմ ասել, որ տարին կարող է ձեզ համար լինել կրկոտ տարի եւ այստեղ հնարավոր է դա լինի միգուցե ինչ-որ մարդու հետ կապված, որին դուք կարող եք սիրահարվեք, կամ գուցե բիզնեսը կամ ինչ-որ գործունեություն, որին դուք ամբողջությամբ ձեզ կարող եք նվիրել, հա, ամբողջ տարվա մեջ։ Այդ դեպքում դուք կարող եք զգալ ստեղծագործական արիք, որը կօգնի ձեզ հաղթահարել հնացած օրինաչափությունները եւ անցյալի ձեր հիշողությունները։ Հետո մի զարմացեք, եթե ստիպված լինեք հակասության մեջ մտնել որոշ բարոյական սկզբունքների հետ, որոնք միգուցե նախկինում անսասան էին ձեզ թվում։ Այստեղ պետք է որոշեք, թե արդյոք դրանք իսկապես ճշմարիտ սկզբունքներ են, թե դատարկ ձևականություններ, որոնցից հենց ժամանակն է ազատվել։ Այնուհետև այստեղ ազատված դուք կարող եք ձեզ զգալ, որ այս տարի իսկապես երջանիկ է եղել ձեզ համար։ Նայեք, ինքնակառավարման հետ կապված կորուստը այստեղ ներքին անհամաձայնություն, դա կարող է լինել իշխանության չարաշահում, անհավասարակ կշռություն ձեր ներքին էներգիալի սխալ ուղղորդմամբ։ Նայեք, ընդհանուր իմաստը դա ուղիղ իմաստն է, հա, ֆինանսական կորուստներ, երբեմն եթե հակառակա դուրս գալի։ Ամենայն դեպս ես հակառակ չեմ նայում տարոք հարտերը, նշանակությունը որակի մասին է խոսում, մեղմ ուժի, բարոյական ուժի, ինքնակարգապահության, պետք է լինեք քաջ, հպարտության տիրապետում էներգիայի հետ կապված, նպատակ, սանձահարում կենդանական ձեր բնույթի փոփոխության, զգուշ վերաբերմունքի միջոցով, ստվեր իշխանության կործանարար կողմը ձեր էգոն, իշխանության անսասան ծառավը, դրանք լավ չի, դրանք արդեն մինուս եք դուք օգտագործում, հա, բարձրախոսնա ձեր անզուսպ ստեղ փառասիրություն, անսահման ինքնագովեստը, սենսացիոն, հա, քաղցած, միգուցե ստեղ նաև անպարկեշտ բաներ պատմող, մանրակրկիտություն, մաքրության նևրոզ, ավանդական մեկնաբանություններում կասեի վստահություն նոր ուժի տիրապետման, ինչ-որ բանի տիրապետում կամ մտավոր եւ ֆիզիկական ուժ եւ առողջություն։ Վնասվածքի վտանգ այստեղ կարող է լինի ստոր ուժերից խթան կամ վատ ճաշակ։ Եթե պայքար վիշապի նախատիպի հետ, այստեղ ընդհանուր իմաստն եմ ասում, պետք է քաջություն ձեռք բերեք, կենսուրախություն, էներգիա, հետաքրքրություն, ճանկերը ձեր ցույց տալու ունակություն, որովհետև առյուծին մենք տեսնում ենք ունի ճանկեր, հա, մեկ-մեկ որ ես ասում եմ սենց վայրիություն, հարաբերություններում կիրք դրամա, եթե չկա միապաղաղ են, պետք է գիտակցեք այստեղ կրկոտ մտածողություն եւ խարիզմայի մասին, հոգեվոր ոլորտը այստեղ պետք է լինի բանականության եւ բնազդի միջև հավասարակշռության, նպատակները այստեղ ստոր ազդակների գիտակցում եւ վերափոխում, եթե մինուս եք օգտագործում, ստվերը զգացողության ծառավ, շադեֆրոյդ, դաժանություն, հակադարձը սա բարի մտադրություններն է,
ձախողում, անվստահելիություն։ Խորհուրդն ամբողջ ես խորհուրդ կտայի նվիրեք ձեր ամբողջությամբ ձեր սիրելի մարդուն, գործին կամ նոր փորձառություններին։ Իսկ եթե զգուշանալու հետ կապված ես կարող եմ խորհուրդ տալ չգերազանցեք ձեր ուժեղ կողմերը, թույլ մի տվեք, որ իրերը հանգեցնեն կործանարար հետևանքների։ Էլ ինչ կարող եմ ասել, ուրեմն ուժը ինքը կապ ունի կյանքի ուրախության, առյուծը կենսունակության, անսանձության, կենդանական ձեր բնազդների, սպիտակ հագուստով կինը, որը տեսնում եք մաքրության, տեսնում եք փակում է առյուծի բերանը եւ պահում ծաղիկների ծաղկեպսակը, տեսնում եք սիրով, սանձահարելով, այլ ոչ թե ուժով։ Անսահմանության նշան դա գլխի վերևում կնոջ քաղաքակիրթ մարդու եւ նրա կենդանական բնույթի միջև կենդանի կապ եւ անընդհատ փոխանակում երեխաներ 11-ի համար ստեղ խախտման 10 պատվիրանների խախտում, բայց նաև տիրոջ բնական էության գիտելիք տիրապետում թիվն է, հա, եթե 11 թվում է ինքը։ Ընդհանուր քարտի իմաստը կարող եմ ասել հաջող քայլ։ Եթե առաջի դիրքում դուրս գալիս, դուք վճռականորեն կարող ստանձնած լինեք ձեր ծրագրերի իրականացումը լի էներգիայով, քաջությամբ, ուժով, հպարտությամբ եւ ուրախության զգալով, հա։ Եթե ռասկլադի ժամանակ երկրորդ դիրքում ես խորհուրդ եմ տալիս ասելով ժամանակը չի ուժ գործադրելու, հպարտանալու, վճռական լինելու։ Եթե երրորդ, նայած ով ինչ հարցահող է, եթե երրորդ դիրքում այստեղ բացատրում ես, որ կարևոր է պաշտպանի եւ իրականացնի մարդը իր ծրագրերը, ցուցաբերելով քաջություն, արիություն, վայելելով կյանքը, հաղթահարելով ինչու՞ չէ վախերը, պայքարելով առյուծի պես։ Եթե չորրորդ դիրքում գտնվում, հաջորդ քայլը մարդու պետքա լինի այն, որ մարդը պետքա հասնի կենսական գործունեության կյանքի ուրախության շրջանի, ստեղ իրավիճակ, որը կարող է ձեր կյանքում պահանջել ձեր ողջ քաջությունը, հա, լարվածությունը, էներգիայի կենտրոնացումը եւ կիրքը։ Ասենք, ինչը կարա ձեզ անհանգստացնի ձեր սիրտը, հա, խոսքի օրինակ եմ բերում։ Ձեր երակներով կարող է հոսի տակ հարյուն եւ դուք պատրաստ լինեք ձեր ողջ կրքով ընկղմվել սիրո հորձանուտի մեջ։ Իսկապես ուզում եք արդյոք ամբողջությամբ կլանել ձեր զուգ ընկերոջը, ես խորհուրդ չէի տա։ Իսկ ինչպես կարող են վերաբերվել ձեզ, դուք կարող է հանդիպեք տաքարյուն բնավորության տեր մարդու, ով կրքոտ է դարձել ձեր հանդեպ, նախապես դուք պետք է մտածեք, հա, թե ինչպես եք սանձելու նրա անսանձ կիրքը, բնույթը։ Իսկ եթե օրակուլի մասին է, ես խորհուրդ եմ տալիս, խոսքի օրինակ ինչ ասում ձեզ օրակուլը, հա, ասում են, որ չվախենաք ցույց տալ ձեր կիրքը եւ փոխադարձ կրակ, հա, վառել ձեր սիրելիի մեջ։ Եթե անցյալում արդեն շատ խնդիրներ եք առաջացրել ձեր տաք բնույթի պատճառով, ապա քարտը նաև կարող է խորհուրդ տալ մի փոքր զսպեք ձեր կիրքը։ Էլ ինչ կարող եմ ասել։ Կարճ կարող եմ ասել, որ ձեր նշանաբանն է, որ դուք պետք է ասեք ես ուզում եմ եւ կարող եմ հասնել անհնարինին, առանց ֆիզիկական, հա, ինչ որ գործադրելով, նայեք, ինչն է այստեղ մեկ էլ հետաքրքիր, հա, ընդհանրապես, եթե հարցնում եք, սիրում է ձեր պարտները ձեզ, այո, որովհետև եթե այո կամ ոչ, այո, սիրում է, անկեղծ է ձեր հանդեպ եւ չպետք է դուք կասկածեք նրան, որովհետև նաեւ կիրք ունի ձեր հանդեպ։ Նաեւ եթե հարցնում եք, հա, հավատարիմ է ձեզ 100%-ով ստեղ, եթե կհանդիպեք խոսքի օրինակ արդյոք նոր սիրու, հա, մեկ տարվա ընթացքում, այո, բայց միայն այն դեպքում, եթե դուք իսկապես ուզում եք դա։ Էլ ինչ կարող եմ ասել ձեզ։
ավանդական իմաստներից կուզեի ասել, ստեղ ուժից է խոսում էներգիայի, մարդու տոկունության, քաջության, հեղինակության, զորության կարողության, հա։ Նաև ինչ որտեղ չպետք է լինեն դաժան, հա, առյուծները, սրան պետք է ուշադրություն դարձնեք։ Նայեք, ինչն է այստեղ հետաքրքիր, որ շատ մարդիկ կարող է օգտագործեն իրանց ուժը ուրիշներին ենթարկեցնելու կամ գերիշխելու համար, հա, կամ գուցե դուք չափազանց ամանջկոտ եք եւ հնազանդ եք, եթե այս քարտը ձեր քարտն է բնութագրում, պարզապես այստեղ կարող է խոնարհվեք եւ այստեղ ձեր պոչը շարժեք, հա, ինչպես ձեր տիրոջ կողմից ծեծված հաստատ շունը։ Այս դեպքում ընդհանրապես ուժի քարտը ասում է դուք պետք է մի քիչ ուշադիր լինեք, ձեր ուժերը ճիշտ տեղը օգտագործեք, տեսած կլինեք, հա, կատվի ու մկան խաղը, բայց իրականում այստեղ պետք է շատ ուշադրություն դարձնեք նաև դիմացինին։ Կցանկանայի նաև ներքին ուժի մասին ձեր խոսել կենդանի բնույթի նկատմամբ, վերահսկողության, կրքերի, արդյունավետ եւ ստեղծագործման, օգտագործման, եթե ճանապարհորդության հետ կապված լինի, ստե ցիկլիկ բնույթ կարող է ինքը կրի, խոսքի օրինակ, եթե հիմարի ուղին դիտարկենք, ստե մարդկային կյանքի համատեքստում, չնայած ամբողջական ցիկլն ավարտելու համար, հա, ստե կարող է պահանջվի մի քանի մարմնավորում, այդ գործընթացը հազվադեպ կարող է լինի ուղիղ գծով ընթանա։ Ստեղ կարանք այլ կերպ նայենք, խոսքի մեծ արկանայում անցած ճանապարհորդության պատմությունը, որը պատկերազարդում է այս մեծ արկանայի հետ կապված հիմնական հասկացությունները, հա։ Ուժը ստեղ երիտասարդը կարող է բախվի, եթե երիտասարդը դիմել բազմաթիվ գայթակղությունների եւ այստեղ կարող է որոշ ժամանակավոր տրվի դրանց, հա, իր կրքերին։ Ստե միևնույն ժամանակ նա կարող է նաև սովորել վերահսկել իր, հա, ազդակները առանց արտաքին օգնության եւ կառուցողականորեն ուղղորդել իր կրքերը։ Իսկ եթե ճանապարհորդության հոգեբանական ասպեկտների մասին խոսեմ, շատ հեղինակներ, մասնավորապես հենց Յունգի, Կարլ Յունգ, լսած կլինեք, մեծ արկանան այստեղ ուսումնասիրել են հենց Յունգի նախատիպերի եւ ներքին անձնական զարգացման լույսի ներքո, այստեղ նախատիպերը ներկայացնում են համընդհանուր հակասությունների, որոնք հենց կրկին ու կրկին կարող են հայտնվել համաշխարհային կրոններում, կամ դիցաբանություններում, կամ փիլիսոփայություններում։ Յունգը ինքը կարծել է, որ այս նախատիպերը պահվում են մեր մտքի կոշտ սկավառակ, այդպես են ասում վրա, եւ հետեւաբար դրանց կարելի է մուտք գործել ինտուիտիվ կերպով, հա, դիպչելով երկրի վրա բոլոր մարդկանց կողմից կիսվող կոլեկտիվ անգիտակցականին, ինչը շատ մարդիկ այս մասին նոր են իմանում։ Մեծ արկանայի միջոցով անցնող ճանապարհորդությունը կարելի է այստեղ հոգեբանական տեսանկյունից դիտարկել որպես անձնական զարգացման եւ կյանքի ընթացքում ինտեգրման ուղի, հա, եւ այս գործընթացում մարդու մութ եսը նախ ի հայտ կարող է գալ եւ առանձնանալ գիտակցությունից եւ նրա էգոից, միայն թե հետագայում ճանաչվի եւ վերանորոգվի անհատականությունը մարդու կառուցվի։ Իսկ հոգեբանական համատեքստում ստե տարոքարտերը գործիքներ են մեր ներսում կատարվող արտացոլելու համար, տարոքարտերի ընթերցողները, ովքեր հետևում են հոգեբանական մոտեցմանը, միշտ չի, հա, որ համաձայն են այն հարցի շուրջ, թե արդյոք տարոքարտերի ընթերցման ընթացքում տեղի կարող է ունենալ որևէ այլ բան հաճախորդի գիտակցության եւ քարտերի վրա, հա, դրոշմված նախատիպային պատկերների միջև երկխոսությունից այն կողմ։ Յունգը ինքը կարծել է, որ տարոյի կամ ուրեմն համաժամանակյա կներեք,
Այստեղ քարտերը պատահականորեն չեն ընկնում, այլ նշանակալից զուգատիպությամբ։ Մյուսները կարող է կարծեն, որ նույնիսկ եթե ընթերցման ընթացքում իրականում են ոչ միայն միստիկ բան տեղի կարող է չունենա, ընթերցողը այստեղ ինտերակտիվ կերպով կարող է աշխատի հաճախորդի հետ տարո քարտերի միջոցով, մակերես բերելով թաքնված միտումները եւ օգնելով նրան գիտակցել իրենց հոգեբանական եւ հուզական դինամիկան։ Ընդհանրապես մեծ արկանները հենց լավագույն համապատասխանում են այս տեսակի աշխատանքին, քանի որ դրանք տարոքարտերի տուփում ամենից շատ լիքն են, նախատիպային բովանդակությամբ։ Հոգեբանության կողմից այստեղ ուժ քարտի մասին կարող եմ ասել մարդու գիտակցության եւ էգոյի մյուս կողմից նախնադարյան բնազդների միջև կապը, անիմայի, այսինքն անիմուսի միջոցով մարդու կենդանական բնույթի ընդունումը եւ վերափոխումը, առողջ սեռականությունը զայրույթի, կրքի, դաժանության եւ մարդու բնազդային վարքի այլ ձևի, դրական վերահասցեավորման մասին։ Ճանապարհորդության հենց դիցաբանական ասպեկտները այստեղ շատ առասպելներում եւ հեքիաթներում հերոս է նկարագրվել, որը մեկնում է հերոսական գործերի եւ արկածների որոնման։ Այստեղ հերոսները հաճախ ունենում են հիմարի տարոքարտի, դուրակի բնորոշ որակներ, ամբողջություն եւ ճանապարհին հանդիպում են մի շարք կերպարանքների, որոնք նաեւ անմիջականորեն մարմնավորում են հենց յունգյան նախատիպերը, հասկանալով թե ինչպես են հոգևոր, հոգեբանական եւ դիցաբանական բաղադրիչները միահյուսվում եւ լրացնում միմյանց։ Այստեղ դուք ավելի հստակ կարող եք հասկանալ մեծ արկանայի բնութագրերն ու սկզբունքները։ Ընդհանրապես ուժ քարտը գանձերի ճանապարհը սովորաբար պահպանում է հրեշ, որի հետ պետք է բանակցել եւ որի հետ պարզապես չի կարելի սպանել եւ թե այն սպանվի, հերոսը այստեղ հետագայում դառնորեն կզղջա դրա համար։ Նրանք, ովքեր չեն կարողանում բանակցել հրեշի հետ, երբեմն իրենք են վերածվում հրեշների եւ այստեղ է, որ կրտսեր որդին գտնվում է իր կախարդված ավակ եղբայրներին։ Հրեշը այստեղ կարող է ծառայի որպես մեր ներքին կենդանական բնույթի փոխաբերություն եւ դրա հենց դա առաջի բանը կարող է լինի, որին մենք հանդիպում ենք, երբ մտնում ենք ենթագիտակցության խավարը, Սա հենց խորապես կարա սարսափելի փորձություն լինի եւ միայն այն հերոսը, որը մոտենում է հրեշին, քաջությամբ, կարեկցանքով, հարգանքով կամ սիրով կարող է հաջողության հասնել։ Ընդհանրապես հրեշավոր պահապանը հաճախ կարելի է ընտելացնել նրան սնունդ առաջարկելով, շոյելով կամ նրա իրական անունը ասելով, Երբեմն դրանից հետո հրեշը կարա դառնա հզոր պաշտպան, որը կատաղորեն այստեղ կարա պաշտպանի հերոսի եւ նրա ողջ ճանապարհորդության ընթացքում ստորգետնյա աշխարհով մեկ։ Այստեղ աստղաբանական համապատասխանությունները ուրեմն շատ հեղինակներ աստղաբանական համապատասխանություններ են վերագրել տարոքարտերին եւ հենց այս նախատիպերի հավաքածուն էլ ես մի փոքր ձեզ ներկայացնում եմ հատկությունների ուսումնասիրությունների հետ կապված, որպեսզի դուք իմանաք։ Կան բազմաթիվ եղանակներ, զուգահեռներ անցկացնելու մի կողմից մոլորակներ եւ կենդանակերպի նշանների, մյուս կողմից էլ մեծ արկանայի միջև։ Նայեք, ինչն է հետաքրքիր, որ տարոյի ավանդույթի պատմությունը եւ զարգացումը բավականին շատ հետաքրքիր է ու ամենատարածված համակարգն է։ Այստեղ դուք կարող եք օգտագործել ոսկե արշալույսից առաջ եղած խաղաքարտերի տուփ, այն գրեթե անկասկած ավելի լավ կարող է աշխատի վերածննդի դարաշրջանի, ասոցիացիաների հետ, որոնք կարող են քննարկվել հաջորդ գլխում։ Եթե դուք օգտագործում եք խոսքի օրինակ հեթանոսական տուփ կամ մեկը, որն ունի հիմնարարորեն կարելի է ասել տարբեր
պատկերային եւ մշակութային ենթատեքստեր, օրինակ բերեմ ոգեշնչված չինական կամ աֆրիկյան կամ ինչ-որ բնիկ ամերիկյան դիցաբանությունից, հա, աստղաբանական ստեղ համակարգը ընդհանրապես չի աշխատի եւ դուք ստեղ փոխարենը պետքա ավելի խորը ուսումնասիրեք ձեր քարտերում պատկերած աստվածներին եւ աստվածուհիներին։ Նայեք ինչ կա այստեղ նաև հետաքրքիր այս քարտի հետ կապված ընդհանրապես տարո Ռայդերվեյթի, հա, մեջ այստեղ ինքը կարա բնութագրի կնոջ գլխավերևում պատկերված 8-ը, այսպես կոչված լեմնիսկատը, հենց 8 թիվը, որը տեսնում եք, եւ Մարսելի տարոյի գլխարկի վերևում գտնվող նշանը, որը ես բացատրեցի մի քիչ առաջ, ստեղ յուրաքանչյուր ստեղ սիմվոլների մեջ թաքնված են կենսական ուժի գիտակցված օգտագործման մասին։ Դրա համար յուրաքանչյուրը, ով այս քարտը ուսումնասիրում է, պետքա շատ ուշադիր ուսումնասիրի, հա, եւ շատ ինֆորմացիա, ճիշտ ինֆորմացիաներ տան մարդկանց, որպեսզի մարդիկ հասկանան, թե ամեն մի տարո քարտը մեծ հոգևորի մասին է այստեղ խոսքը, ինչ կարող է նշանակել, հա, խոսքի օրինակ, մի քիչ այնպեսի բան եմ ասում, որը ոչ միտեղ լսած չեք լինի։ Նայեք, եթե կույր կետ է, հա, որտեղ արդեն մարդ չգիտի ձեզ, որ դուք կարողա լինեք կրքոտ եւ կրակոտ մարդ, եթե այս հատկանիշները դեռևս թաքնված են ձեր կույր կետում, դուք այստեղ պետք է դրանց կարողանաք հատկացնել ձեր խառնվածքի գիտակցած, հա, դրսևորումների շարքում, իսկ եթե դուք լավ գիտակցում եք այս ձեր բնավորության գծերը, նաև քարտը կարող է խորհուրդ տալ սովորել, չափավորեք ձեր զգացմունքների ինտենսիվությունը։ Իսկ եթե հարց լինի, հա, արդյոք դուք գնահատում եք ինքներդ ձեզ։ Ես կարող եմ ասել, որ դուք լավ գիտակցում եք ձեր ներսում ապրող վտանգավոր գիշատիչին, առյուծին, ինչպես տեսնում եք առյուծին, բայց դուք չեք զգում ճնշված կամ ընկճված դրա պատճառով։ Իրականում դուք ինչ-որ կերպ կարողանաք սանձել ձեր ներսի գազանին առանց ճնշելու ձեր էգոն կամ փորձելու վերափոխել ձեր բնույթը։ Իսկ եթե խոսքի օրինակ դա լինի 4-րդ դիրքում, այստեղ անհայտ է, հա, այս քարտի մեջ։ Մենք բոլորս խոսքի սրտով կենդանիներ ենք եւ դուք բացառություն չեք, բայց այստեղ մինչեւ չճանաչեք ձեր մեջ թաքնված կենդանական բնույթի անսահման ուժը, դուք կարող եք ենթարկվել անբացատրելի վախի նոպաների, որոնք կարող են առաջանալ ցանկացած սպառնալիքից, հա, նույնիսկ այստեղ ամենափոքր լուրջից։ Եթե այս ներքին կենդանին դառնա ձեր դաշնակիցը, դուք անմիջապես կարող եք զգալ նոր կենսունակություն, էներգիայի եւ ինչու՞ չէ, քաջության ալիք։ Այսօր այսքանով ես կավարտեմ, կարծում եմ բավականին մեծ ինֆորմացիա տվեցի, որը որ իմ հետևորդները, իմ աշակերտները լսում են առաջի անգամ։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, ես մի փոքր էի ժամանակ գտել, որովհետև դեր գործեր ունեմ, որպեսզի ներկայացնեի ձեզ ուշ քարտի այսքան մեծ սիմվոլներ ունեցող, հա, քարտը հոգևոր մեծ արկանումը 8-րդ, որպեսզի դուք հասկանաք ամեն մի սիմվոլը ինչքան մեծ բնութագիր կարող է տալ մարդու նրա կյանքի, ճիշտ խորհուրդներ եւ այլն։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ իմ լայվին, վաղը, ուրբաթ 23:00-ից հետո։ Այսքանը։